Փեսան հասկացավ, որ երեխան իրենը չէ, արարողությունից 30 րոպե առաջ։ Նա ամեն ինչ ոչնչացրեց։ Տիգրան Ավետիսյանը երբեք չէր պատկերացնում, որ իր կյանքի ամենաերջանիկ օրը կվերածվի մարդու համար ամենասարսափելի մղձավանջի։ Շաբաթ առավոտ էր, այնպիսին կարծես ուղիղ ռոմանտիկ ֆիլմից դուրս գար։ Արևը շողում էր Երևանի վրա, ջերմաստիճանը կատարյալ էր և ուղիղ 2 ժամից նա կամուսնանար Անահիտ Սարգսյանին, կնոջ հետ, որին սիրել էր 6 տարի։ Կամ գոնե այդպես էր մտածում նա։ Տիգրանը իր հյուրանոցի համարում էր և 3-րդ անգամ էր ուղղում փողկապը։ Նրա ձեռքերը դողում էին ոչ թե նյարդայնությունից, ինչպես սովորական կլիներ փեսացուի համար, այլ մաքուր երջանկությունից։ 34 տարեկանում հաջողակ ծրագրային ապահովման ինժեներ լինելով, նա վերջապես իրականացնում էր իր երազանքը, պաշտոնապես միավորել իր ընտանիքը, ընտանիք, որն արդեն գոյություն ուներ։ Անահիտը և նրա հնգամյա որդին Արամը։ Արամը կենսաբանորեն իրենը չէր։ Ամեն դեպքում Անահիտը միշտ այդպես էր ասում։ Նա հղիացել էր նախորդ հարաբերություններից, մի տղամարդուց, որը լքել էր նրան, երբ իմացել էր հղիության մասին։ Տիգրանը հանդիպել էր Անահիտին, երբ Արամը ընդամենը 6 ամսական էր, և առաջին պահից, երբ տեսավ այդ երեխային, նա զգաց անբացատրելի կապ։ Դե ընթեն նշանակություն չունի, ասում էր նա ընկերներին, երբ նրանք հարցնում էին, թե արդյոք իսկապես պատրաստվում է պատասխանատվություն կրել մեկ այլ տղամարդու երեխայի համար։ Արամը սրտովին որդինն է, ես նրան մեծացրել եմ դեռ մանկուց, ես միակ հայրն եմ, որին նա ճանաչում է։ Եվ դա ճիշտ էր, Տիգրանը ներկա էր Արամի կյանքի յուրաքանչյուր կարևոր հանգրվանին, նրա առաջին քայլերին, նրա առաջին բառը, հայրիկ, նրա դպրոցի առաջին օրը, ամեն երեկո քնելուց առաջ հեքիաթներ կարդալուն, յուրաքանչյուր ջերմության, յուրաքանչյուր քերծվածքի, յուրաքանչյուր ուրախության։ Նա սիրում էր այդ տղային, կարծես նա իր սեփական արյունը լիներ։ Այսօր նա պաշտոնական կհաստատեր դա։ Հարսանիքից հետո նա կսկսեր Արամի որդեգրման պաշտոնական գործընթացը։ Նրանք իսկական ընտանիք կլինեին, թե թղթի վրա, թե սրտերում։ Տիգրանի հեռախոսը թրթրում էր կոմոդի վրա։ Նա շեղված հայացք նետեց, սպասելով ընկերներից և հարազատներից շնորհավորական հաղորդագրությունների։ Բայց էկրանին անունը նրան ստիպեց խոժոռվել՝ Բժիշկ Գրիգորյան, Ջեն Թեստ Լաբորատորիա։ Տարօրինակ է, ինչու պետք է լաբորատորիան շաբաթօրը կանչեր, և ավելի տարօրինակն այն է, որ վերջերս նա որևէ թեստ չէր արել։ Տիգրանը պատասխանեց. Ալո, պարոն Ավետիսյան, ես բժիշկ Գրիգորյանն եմ, Ջեն Թեստ Լաբորատորիայից։ Կներեք, որ շաբաթօրը զանգահարեցի, բայց կա անհետաձգելի հարց, կապված ձեր անունից պահանջված թեստերի արդյունքների հետ։ Թեստ։ Ես որևէ թեստ չեմ խնդրել, հասկանում եմ, բայց մենք հայրության թեստ ունենք, որը վերաբերում է ձեզ և Արամ Սարգսյան անունով երեխային։ Նմուշը վերցվել է 2 շաբաթ առաջ, և արդյունքները պատրաստ էին 3 կեսօրին։ Մենք 3 փորձեցինք կապվել ձեզ հետ, բայց չկարողացանք։ Տիգրանի աշխարհը կանգ առավ։ Հայրության թեստ, Արամ, նա ոչ մի թեստ չէր խնդրել։ Ինչու պետք է որևէ մեկը դա աներ։ Բժիշկ, վստահ եք, ես այս թեստը չեմ խնդրել։ Խնդրանքը ներկայացրել է մեկ այլ անձ, բայց ձեր կենսաբանական նյութով, ատամի խոզանակ և մազափունջներ ըստ այստեղ նշվածի, և նաև երեխայի նյութով։ Տիգրանը զգաց, որ մեջքով սարսուռ է անցնում։ Ինչ որ մեկը իր և Արամի անձնական իրերը վերցրել էր հայրության թեստ անցկացնելու համար, առանց նրա իմացության։ Ով և ինչու։ Իսկ արդյունքները, հարցրեց Տիգրանը։ Նրա ձայնը տարօրինակ էր հնչում, կարծես դա իրենը չլիներ։ Մյուս ծայրում լռություն տիրեց։ Պարոն Ավետիսյան, մենք սովորաբար արդյունքները անձամբ ենք տրամադրում, բայց հաշվի առնելով շտապ իրավիճակը և այն փաստը, որ դուք չեք խնդրել թեստը, ցավով տեղեկացնում եմ, որ արդյունքը բացասական էր։ Հայրության հավանականությունը 0%։ Ձեր և երեխայի միջև գենետիկ համատեղելիություն չկա։ Խոսքերը արձագանքեցին Տիգրանի գլխում 0%։ Համատեղելիություն չկա։ Արամը նրա որդին չէր, բայց նա դա արդեն գիտեր, չէ։ Անահիտը միշտ հստակ էր ասել։ Արամը իր նախկին ընկերոջ որդինն էր։ Տիգրանը երբեք կասկածի տակ չէր դնում դա, քանի որ դա նրա համար նշանակություն չուներ։ Բայց հետո, ինչու պետք է որևէ մեկը հանձներ այս թեստը։ Եվ ով։ Բժիշկ Գրիգորյան, ով է խնդրել թեստը։ Ես պետք է իմանամ։ Թույլ տվեք ստուգեմ։ Հարցումը ներկայացրել է Մարիամ Խաչատուրյան անունով մի կին։ Նա ներկայացել է որպես ձեր քույր։ Մարիամը Տիգրանի քույրը։ Բայց ինչու պետք է նա նման բան աներ, առանց նրան ասելու։ Շնորհակալություն, բժիշկ։ Տիգրանը անջատեց լսափողը։ Նրա մտքերը արագաշարժ էին։ Նա անմիջապես զանգահարեց Մարիամին։ Նա պատասխանեց երկրորդ զանգի ժամանակ, լարված ձայնով։ Տիգրան, արդյունքները ստացար։ Դու առանց իմ իմացության ԴՆԹ թեստ արեցիր։ Արամի վեր։ Ինչու, Մարիամ։ Որովհետև ես պետք է համոզված լինեի։
Նախքան քեզ պատմելը, թե ինչ եմ իմացել։ Տիգրան, ես պետք է խոսեմ քեզ հետ։ Անձամբ։ Հիմա։ Որտեղ ես։ Ես հյուրանոցում եմ։ Պատրաստվում եմ հարսանիքին, որը կսկսվի 2 ժամից։ Մարիամ, սա ինչի մասին է։ Մի ամուսնացիր։ Դեռ ոչ։ Մինչև չլսես, թե ինչ ունեմ ասելու։ 10 րոպեից այնտեղ կլինեմ։ Մարիամ, դու ինձ վախեցնում ես։ 10 րոպե, Տիգրան։ Մինչև ես այնտեղ չհասնեմ, ոչինչ մի արա։ Նա անջատեց հեռախոսը։ Տիգրանը կանգնած էր այնտեղ, ձեռքին հեռախոսը, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա լսում էր այն։ Ինչ-որ բան շատ այն չէր։ Նա նայեց հայելու մեջ։ Նրան նայող տղամարդը հագել էր թանկարժեք, կատարյալ կարված սմոկինգ, բայց նրա աչքերում աճող խուճապ էր նկատվում։ Ուղիղ 9 րոպե անց դուռը շտապ թակեցին։ Տիգրանը բացեց այն և տեսավ Մարիամին, իր 38 տարեկան քրոջը, մի տղամարդու հետ, որին Տիգրանը ինչ-որ տեղից մշուշոտ ճանաչեց։ Մարիամ, ինչ է կատարվում։ Ով է նա։ Տիգրան, սա Արմեն Հարությունյանն է։ Նա, լավ, ավելի լավ է ինքը բացատրի։ Տղամարդը առաջ քայլեց։ Նա բարձրահասակ էր, մարզական տեսքով, մոտ 35 տարեկան և առօրյա հագնված։ Նա չափազանց անհարմար տեսք ուներ։ Պարոն Ավետիսյան, ես չգիտեմ ինչպես ասեմ սա։ Անահիտի հետ հարաբերություններ ենք ունեցել 6 տարի առաջ։ Իսկ Արամը իմ կենսաբանական որդին է։ Տիգրանը թարթեց աչքերը, հիշելով իր խոսքերը։ Դու նրա նախքինն ես։ Նա ով լքեց նրան, երբ նա հղիացավ։ Ոչ, արագ ասաց Արմենը։ Հիմնականը սա է։ Ես երբեք ոչ մեկին չեմ լքել։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա հղի է։ Մենք հանդիպում էինք մոտ 6 ամիս։ Հետո նա պարզապես անհետացավ։ Փոխեց հեռախոսահամարը, տեղափոխվեց բնակարան, ջնջեց սոցիալական ցանցերը։ Ես ամիսներ շարունակ փնտրեցի նրան։ Եվ հետո 3 շաբաթ առաջ ես տեսա նրան, քեզ հետ և երեխայի հետ, մեր երեխան։ Ինչպես գիտես, որ նա քո որդին է։ Որովհետև ես նրան նայեցի և տեսա իմ սեփական դեմքը, որպես երեխա։ Մայրիկս լուսանկարներ ունի, այն նույնական է։ Եվ որովհետև ես հաշվարկներ արեցի։ Արամը 5 տարեկան է։ Անահիտը հղիացավ հենց այն ժամանակ, երբ մենք միասին էինք։ Մարիամն ընդհատեց. Տիգրան, ես Արմենին հանդիպեցի 1 ամիս առաջ։ Նա մոտեցավ ինձ մի սրճարանում։ Ճանաչեց ինձ սոցիալական ցանցերում քո տեղադրած լուսանկարներից։ Նա ցույց տվեց ինձ իր և Անահիտի հարաբերությունների ապացույցներ։ Լուսանկարներ, հին հաղորդագրություններ, որոնք նա դեռ պահպանել էր։ Եվ նա ասաց, որ նա անհետացել է առանց բացատրության։ Այսինքն դուք որոշեցիք DNT թեստ հանձնել առանց ինձ տեղյակ պահելու։ Որովհետև նրան ապացույցներ էին պետք, նախքան մեղադրանքներով իր կյանքը կործանելը։ Տիգրան, դու պատրաստվում ես ամուսնանալ մի կնոջ հետ, որը ամեն ինչի մասին ստել է։ Նրան լքված չեն համարել, նա փախել է, և նա դիտավորյալ երեխային հեռու է պահել իր կենսաբանական հորից։ Տիգրանը ծանր նստած էր մահճակալին, նրա միտքը չէր կարողանում ընկալել պատմությունը։ Սա իմաստ չունի։ Ինչու պետք է Անահիտը սա աներ։ Արմենը նստեց աթոռին, նույնքան ջախջախված տեսքով, որքան Տիգրանը։ Վերջին ամիսն անցկացրել եմ փորձելով հասկանալ։ Միակ բանը, որի մասին կարող եմ մտածել, այն է, որ երբ մենք միասին էինք, ես սկսում էի իմ կարիերան։ Ես քիչ էի վաստակում, ապրում էի փոքրիկ վարձակալած բնակարանում։ Ես նվիրված էի, բայց նյութապես շատ բան չունեի առաջարկելու։ Եվ ես այդպես էլ արեցի, ավարտեց Տիգրանը դառը ճշմարտությունը խորասուզվելով իր մեջ։ Երբ նա հանդիպեց ինձ, ես արդեն հաստատված էի, լավ աշխատավարձ, սեփական բնակարան, մեքենա։ Չեմ ուզում հավատալ, որ դա էր ամբողջը, ասաց Արմենը։ Բայց այն բանից հետո, երբ Մարիամը ինձ ավելին պատմեց քո մասին, այն մասին, թե որքան լավ ես դու Արամի հետ, ինչպես ես հոգ տանում նրանց մասին, ամեն ինչ սկսում է իմաստալից լինել։ Նա քեզ ընտրեց որպես մեր որդու հայր, որովհետև դու կարող էիր նրան ավելի լավ կյանք պարգևել։ Եվ նա 6 տարի ստտեց ինձ, շշնջաց Տիգրանը։ Եթե երբևէ դավաճանություն եք ապրել, որը ամեն ինչ փոխել է, թողեք մեկնաբանություն։ Երբեմն ցավը կիսելը օգնում է հաղթահարել դժվարությունները։
Մարիամը վերցրեց իր մոտ գտնվող թղթապանակը եւ մեկնեց Տիգրանին։ Ահա բոլոր ապացույցները։ Անահիտի եւ Արմենի համատեղ լուսանկարները, որոնք թվագրվում են 6 տարի առաջ։ Նրա պահպանած հաղորդագրությունները։ Սկրինշոթեր սոցիալական ցանցերից նախքան նա ամեն ինչ ջնջեր։ Եվ ԴՆԹ թեստի արդյունքները, որոնք հաստատում են, որ Արմենը Արամի կենսաբանական հայրն է։ Տիգրանը դողացող ձեռքերով բացեց թղթապանակը։ Եվ այնտեղ ամեն ինչ կար։ Անահիտի ժպտացող լուսանկարները Արմենի գրկում։ Նրանց միջև փոխանակված հաղորդագրություններ, լի ապագայի ծրագրերով։ Չեմ կարողանում սպասել քեզ հետ կյանք կառուցելուն։ Գրված էր Անահիտի հաղորդագրություններից մեկում։ Դու այն ամենն ես, ինչ ես երբևէ ցանկացել եմ։ Եվ հետո, հանկարծակի, հաղորդագրությունները դադարեցին։ Վերջինը Արմենից էր, ուղարկված 6 տարի առաջ։ Անահիտ, անհանգստանում եմ։ Լավ ես, խնդրում եմ պատասխանիր։ Ես քեզ սիրում եմ։ Նա երբեք չարձագանքեց։ Նա պարզապես անհետացավ նրա կյանքից։ 3 ամիս անց նա հանդիպեց Տիգրանին մասնագիտական միջոցառման ժամանակ։ Վերջինս նրան հիանալի հիշում էր։ Նա Արամի հետ էր, որն այդ ժամանակ 6 ամսական էր, նրա մանկասայլակում։ Տիգրանը նշեց, որ երեխան գեղեցիկ է։ Նրանք սկսեցին խոսել։ Նա պատմեց նրան իր տխուր պատմությունը, լինելով միայնակ մայր, որին լքել էր իր ընկերը։ Տիգրանը հուզվեց։ Հիմա հետ նայելով նա տեսավ մանիպուլյացիան։ Նա էր ամեն ինչ կազմակերպել։ Գտեք մի հաստատված տղամարդու, պատմեք մի պատմություն, որը կառաջացնի համակրանք, խաղացեք Զոյի դերը, որպեսզի նա ցանկանա փրկել նրան։ Տիգրան, զգուշորեն ասաց Արմենը, գիտեմ, որ սա շատ բան է հասկանալու համար, եւ գիտեմ, որ դու սիրում ես Արամին։ Ես դա տեսնում եմ Մարիամի ցույց տված լուսանկարներում։ Դու նրա համար զարմանալի հայր ես, բայց նա իմ կենսաբանական որդին է, եւ ես իրավունք ունեմ ճանաչել նրան, ներկա լինել նրա կյանքում։ Ուզում ես այն ինձնից խլել։ Ոչ, երբեք։ Դու ես նրան մեծացրել։ Դու նրա հայրն ես բոլոր կարևոր առումներով, բայց ես նաև ուզում եմ լինել նրա կյանքի մի մասը։ Ես ուզում եմ, որ նա իմանա, որ ունի մեկ այլ հայր, որը սիրում է իրեն, ով երբեք չի լքել նրան, բայց որին խանգարել են ճանաչել նրան։ Տիգրանը նայեց ժամացույցին. 11:40, 20 րոպե։ 20 րոպեից նա պետք է դուրս գար այս սենյակից եկեղեցի գնալու համար։ 1 ժամ 20 րոպեից նա պետք է ամուսնացած լիներ։ Ինչ անեմ, հարցրեց նա, ավելի շատ ինքն իրեն, քան մյուսներին։ Գնամ այնտեղ եւ 400 մարդու ներկայությամբ նրան հանդիպեմ, հարսանիքը չեղարկեմ, ձևացնեմ, թե չգիտեմ, դու չես կարող ամուսնանալ նրա հետ, վճռականորեն ասաց Մարիամը։ Ոչ այն բանից հետո, երբ գիտես, որ նա ամեն ինչի մասին ստել է։ Ով է երաշխավորում, որ այլևս ստեր չեն լինի։ Բայց Արամի մասին ինչ կասես։ Եթե ես բաժանվեմ Անահիտից, կկորցնեմ որդուս։ Նա նրան կհեռացնի ինձնից։ Պարտադիր չէ, ասաց Արմենը։ Մենք կարող ենք միասին աշխատել դրա վրա, հաստատել համատեղ խնամակալություն։ Մենք երկուսն էլ ակտիվ ծնողներ ենք։ Ես քեզ սիրում եմ։ Շուտով, շշնջաց Տիգրանը ի պատասխան, կտեսնենք, ճիշտ է դա։ Անահիտը խոժորվեց, շփոթված, բայց ժամանակ չուներ հարցնելու։ Հայր Մեսրոբը սկսեց արարողությունը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք հավաքվել ենք այստեղ այսօրնյալ օրը ականատես լինելու Տիգրանի եւ Անահիտի միությանը սուրբ ամուսնությամբ։ Տիգրանը հազիվ լսեց խոսքերը, նա րոպեներն էր հաշվում, սպասում էր հարմար պահին։ Քահանան շարունակեց ավանդական ընթերցումները, ապա անցավ ամուսնության, սիրո եւ նվիրվածության մասին քարոզին։ Ամուսնությունը կառուցված է հիմնարար սյուների վրա, ասաց նա, սեր, հարգանք եւ ամենից առաջ ազնվություն։ Առանց ազնվության վստահություն չի կարող լինել, եւ առանց վստահության իսկական սեր չի կարող լինել։ Ինչ հեգնական է, մտածեց Տիգրանը։ Վերջապես քահանան հասավ այն հատվածին, որին Տիգրանը սպասում էր։ Եթե որևէ մեկը դեմ է այս երկուսի ամուսնությանը, թող հիմա խոսի, թե չէ ընդմիշտ լռի։ Ավանդական լռություն։ Ոչ ոք երբեք իրականում չարարկեց, դա պարզապես ձևականություն էր։ Բայց Տիգրանը ձեռքը բարձրացրեց։ Քահանան զարվածած թարթեց աչքերը։ Այո, որդիս։ Ես օբյեկտ եմ։ Շոկի մեջ մրմունջներ տարածվեցին ժողովարանում։ Անահիտը նայեց Տիգրանին, կարծես նա խելագարվել էր։ Տիգրան, ինչ ես անում։ Ես դեմ եմ այս ամուսնությանը, ասաց Տիգրանը, ձայնը բավականաչափ պարզ էր, որ բոլորը լսեին, որովհետև այն հիմնված է ստի վրա, ստի, որը տևել է 6 տարի։ Եվ նախքան ես ամուսնանալը, այստեղ բոլորը արժանի են իմանալ ճշմարտությունը այն մասին, թե ով է իրականում Անահիտ Սարգսյանը։ Տիգրան, խելագարվել ես, Անահիտը փորձեց ծիծաղել, բայց նրա ձայնը դողաց։ Մենք արարողության կեսին ենք։ Դավիթ, կանչեց Տիգրանը, նրա կնքահայրը, ըստ նախատեսվածի իր դիրքում, ձեռքով արեց հնչյունային տեխնիկներին։ Խորանի երկու կողմերում գտնվող էկրանները լուսավորվեցին։
Առաջին պատկերը Անահիտի եւ Արմենի միասին լուսանկարն էր 6 տարի առաջ։ Նրանք գրկախառնված էին, ժպտում էին, ակնհայտորեն զույգ էին։ Ամսաթիվը հստակ երևում էր անկյունում։ Անահիտը գունատվեց. «Ինչ, որտեղից ես դա վերցրել»։ «Արամի իրական հորից», ասաց Տիգրանը սառցե ձայնով։ Արմեն Հարությունյան. «Այն մարդը, որի մասին դու ասացիր, լքել է քեզ, երբ դու հղիացար։ Բացառությամբ այն բանի, որ նա երբեք ոչ մեկին չի լքել։ Դու ես փախել։ Դու մասամբ փոխել ես քո ինքնությունը, անհետացել եւ որդուդ հեռու պահել նրա կենսաբանական հորից»։ Պատկերները շարունակում էին պտտվել։ Անահիտի եւ Արմենի նոր լուսանկարներ։ Նրանց միջև սիրալիր հաղորդագրությունների էկրանի կադրեր։ Արմենի վերջին հուսահատ հաղորդագրությունը նրան փնտրելու մասին։ Եվ հետո, շարունակեց Տիգրանը խորանի վրայով առաջ ետ քայլելով, կարծես դատարանում գործ ներկայացնելով, անհետանալուց 3 ամիս անց դու հանդիպեցիր ինձ, հաջողակ ծրագրավորող, բնակարան ունեցող, ներմուծված մեքենա, 6-անիշ աշխատավարձ, եւ հանկարծ դու շատ հարմար պատմություն պատմեցիր լքված միայնակ մայր լինելու մասին։ Նա գլխով արեց եւ էկրաններին հայտնվեց մեկ այլ պատկեր՝ ԴՆԹ թեստի արդյունքը։ Հստակ երևում է Տիգրան Ավետիսյան հայրության հավանականությունը 0%, Արմեն Հարությունյան հայրության հավանականությունը 99.9%։ Ժողովից լսվում են հառաչանքներ, մարդիկ ոտքի են կանգնում, որպեսզի ավելի լավ տեսնեն, բջջային հեռախոսներ են հանում լուսանկարելու համար։ 6 տարի, ասաց Տիգրանը ձայնը դողալով, ես Արամին մեծացրել եմ որպես որդի, ես նրան սիրում եմ իմ կյանքից էլ ավելի, բայց դու ստեցիր ամեն ինչի մասին, նրա հոր մասին, լքված լինելու մասին, ինձ հետ լինելու քո պատճառների մասին։ Տիգրան, խնդրում եմ, Անահիտը հիմա լաց էր լինում, դիմակը սահում էր նրա վրայից։ Թույլ տուր բացատրեմ։ Ինչը բացատրիր, որ դու ամենահարուստ մարդուն ընտրեցիր քո երեխայի հայրը, որ մեր ամբողջ հարաբերությունները կառուցեցիր կեղծ պատմության հանդեպ համակրանքի վրա։ Այդպես չէր լինում։ Ինչպես անցավ, մռնչաց Տիգրանը։ Քահանան փորձեց միջամտել։ Երեխաներ, գուցե պետք է առանձին խոսեք, բայց Տիգրանը հատկապես չէր հետաքրքրվում։ Նա կրկին գլխով արեց եւ հայտնվեց մեկ այլ պատկեր։ Արմենը կանգնած էր եկեղեցու դռան մոտ։ Անահիտ Սարգսյան, ասաց Արմենը, նրա ձայնը բարձրախոսներից արձագանքում էր եկեղեցում։ Դու ինձ պարտական ես որդուս կե։ Այսպես չէ, բոլորի ներկայությամբ չէ։ Փոքրիկ Արամը շփոթված եւ վախեցած մեծահասակների գոռոցներից սկսեց լաց լինել։ Տիգրանը անմիջապես մոտեցավ նրան գրկելով։ Ամեն ինչ լավ է, չեմպիոն, հայրիկն է ստեղ է։ Ինչու են բոլորը գոռում, լաց եղավ Արամը։ Որովհետև երբեմն մեծահասակներ կռվում են, բայց դա քո մեղքը չէ, այս ամենից ոչ մեկը քո մեղքը չէ։ Արմենը տատանվելով մոտեցավ։ Կարող եմ նրան գրկել։ Տիգրանը նայեց Արամի կենսաբանական հայր տղամարդուն։ Նա տեսավ ցավը նրա աչքերում։ 6 տարի գողացված հայրություն։ Նա հասկացավ, թե ինչու էր Արամը պետք է այնտեղ լիներ։ Պետք էր, որ իրեն ճանաչեին։ Արամ, մեղմ ասաց Տիգրանը, սա Արմենն է։ Նա լավ, բարդ է, բայց նա այնպիսի մարդ է, ով շատ է սիրում քեզ եւ ուզում է ավելի լավ ճանաչել քեզ։ Արամը մանկական հետաքրքրասիրությամբ նայեց Արմենին։ Բարև Արամ, ասաց Արմենն արցունքները հոսելով դեմքից։ Դու այնքան գեղեցիկ ես, ճիշտ այնպես ինչպես ես պատկերացնում էի։ Տեսարանը եւ հուզիչ էր եւ խիստ կործանարար։ Անահիտը փորձեց վեր կենալ, հասնել Արամին։ Իմ փոքրիկը, տուր ինձ իմ փոքրիկը։ Քո փոքրիկը, վերջապես պայթեց Տիգրանի մայրը, որը մինչ այդ լուր ու ցնցված էր մնացել։ Դու այս երեխային հեռուր ես պահել իր իրական հորից։ 6 տարի ստել ես որդուս։ Դու երեխային որպես խայծ ես օգտագործել հարուստ մարդու բռնելու համար։ Այդպես չէր լինում, գոռաց Անահիտը։ Ես սիրում էի Տիգրանին, ես սիրում եմ նրան։ Դու նրան սիրում ես, թե նրա փողերը, հակադարձեց Տիգրանի մայրը։ Եկեղեցում լիակատար քաոս էր տիրում։ Մարդիկ գոռում էին իրենց կարծիքները։ Երկու կողմերի հարազատները բախվում էին։ Լուսանկարիչները լուսանկարում էին ամեն պահը։ Քահանան անաջող փորձում էր կարգու կանոն հաստատել։ Տիգրանը Արամին դրեց մոր գրկում։ Տար նրան դուրս, նա պետք չէ սա տեսնի։ Ապա նա դիմեց Անահիտին, որին մխիթարում էին հարսնաքույրերը։ Ես ուզում եմ, որ դու լքես իմ բնակարանը։ Այսօր քո բոլոր իրերը դուրս հանիր։ Տիգրան, խնդրում եմ, կարող ենք խոսել այս մասին։ Խոսելու բան չկա։ Դու ստեցիր ամեն ինչի մասին։ Մեր ամբողջ հարաբերությունները հիմնված էին մանիպուլյացիայի վրա։ Ես քեզ սիրում եմ, իսկապես սիրում եմ։ Ոչ, դու ինձ չես սիրում։ Դու սիրում ես իմ ապահոված ապրելակերպը։ Կա տարբերություն։ Նա սկսեց քայլել միջանցքով, թողնելով 400 հյուրերին լիակատար ապշահայսեր մեջ, հուսահատված հարսնացուին խորանի մոտ եւ այն օրվա ավերակներին,
որը պետք է լիներ նրա կյանքի ամենաերջանիկ օրը։ Բայց հեռանալուց առաջ նա կանգ առավ։ Նա շրջվեց դեպի հավաքվածները։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից, որ այսօր այստեղ գալով վատնեցին իրենց ժամանակն ու փողը։ Բայց ես արժանի էի իմանալ ճշմարտությունը։ Եվ դուք բոլորդ արժանի եք իմանալ, թե իրականում ինչպիսի մարդ է Անահիտ Սարգսյանը, ստախոս, որը երեխային օգտագործել է տղամարդուն մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Եվ հետո նա հեռացավ, թողնելով քաոսը իր հետևում։ Հաջորդ օրերը լրատվամիջոցների աշխուժությունն էին։ Հարսանիքը չեղարկվել է կեղծ հայրության բացահայտումից հետո, վերնագրով հոդվածը։ Հյուրերի կողմից նկարահանված տեսանյութերը տարածվեցին սոցիալական ցանցերում։ Փեսան զոհասեղանի մոտ բացահայտում է ստախոս հարսնացուին հոդվածը, միլիոնավոր դիտումներ ունեցավ։ Անահիտը փորձեց զսպել վնասը։ Նա արդյունքն աչքերին հարցազրույց տվեց տեղական հեռուստատեսությանը, պնդելով, որ վախենում է, որ Արմենը անկայուն հայր է, եւ որ ինքը փորձում է պաշտպանել Արամին։ Սակայն նրա դեմապացույցները անհերքելի էին։ Հաղորդագրությունների էկրանի կադրերը ցույց տվեցին, որ Արմենը երբեք անկայուն չի եղել, պարզապես այդ ժամանակ աղքատ է եղել։ Տիգրանը հրաժարվեց հարցազրույցներից։ Նա պարզապես հայտարարություն տարածեց իր փաստաբանի միջոցով։ Ես 6 տարի խաբված էի։ Ես ճշմարտությունն իմացա հարսանիքից 30 րոպե առաջ եւ որոշեցի այն բացահայտել։ Ես ոչ մի բանի չեմ զղջում։ Ամենադժվարը Արամի հետ գործ ունենալն էր։ Երեխան չէր հասկանում, թե ինչու հայրիկ Տիգրանը եւ մայրիկը այլևս միասին չէին ապրում, ինչում հիմա ուրիշ հայրիկ էր գալիս իրեն այցելելու։ Տիգրանն ու Արմենը զարմանալիորեն քաղաքակիրթ համաձայնության եկան։ Նրանք մի քանի անգամ հանդիպեցին առանց Անահայտի Արամի ապագան քննարկելու համար։ Դու ես նրան մեծացրել, ասաց Արմենը այդ հանդիպումներից մեկի ժամանակ։ Դու նրա հայրն ես բոլոր կարևոր առումներով։ Ես չեմ ուզում դա խլել նրանից։ Ես պարզապես ուզում եմ լինել նաև նրա կյանքի մի մասը։ Եվ ես ուզում եմ, որ նա հանդիպի քեզ հետ, խոստովանեց Տիգրանը։ Քեզանից 6 տարի խլեցին, դա արդար չէ։ Նրանք հաստատեցին ոչ պաշտոնական համատեղ խնամակալություն։ Արամը ժամանակ կանցկացներ երկու հայրերի հետ, եւ դանդաղ, շատ դանդաղ նա կսկսեր հասկանալ, որ ունի երկու հայր, որոնք սիրում էին իրեն։ Ինչ վերաբերում է Անահայտին, նա շատ բան կորցրեց։ Նա կորցրեց շահավետ ամուսնությունը, նա կորցրեց հասարակական հարգանքը, նա կորցրեց զոհի այն պատմությունը, որը նա կերտել էր, եւ հաջորդող խնամակալության համար պայքարում նա կորցրեց Արամի միանձնյա խնամակալությունը, որն այժմ պետք է կիսվեր Տիգրանի, փաստացի որդեգրող հայր, եւ Արմենի, կենսաբանական հայր միջև։ Եթե այս պատմությունը ձեզ վրա ազդեցություն է ունեցել, խնդրում ենք թողնել հավանել մեզ օգնելու հասնել ավելի շատ մարդկանց։ Իրական պատմությունները արժանի են պատմելու։ Չկայացած հրսանիքից 6 ամիս անց Տիգրանը Արամի հետ այգում էր։ Նրանք լճում բադեր էին կերակրում, մի զբաղմունք, որը նրանք անում էին դեռ մանկուց։ Հայրիկ Տիգրան, հարցրեց Արամը, դու դեռ սիրում ես ինձ, չնայած ես իրականում քո որդին չեմ։ Տիգրանը ծնկի իջավ տղայի մակարդակում լինելու համար։ Արամ, ուշադիր լսիր, թե ինչ եմ ասելու։ Դու իմ որդինն ես։ ԴՆԹ-ում նշանակություն չունի։ Ես եմ քեզ ընտրել։ Ես քեզ ընտրում եմ ամեն օր, եւ ոչինչ դա չի փոխի։ Հասկանում ես։ Հասկանում եմ, իսկ հայրիկ Արմենի մասին ինչ կասես։ Նա էլ քեզ է սիրում, դու շատ բախտավոր ես, դու վատ ընտրություններ է կատարել, որոնք շատ մարդկանց ցավ են պատճառել։ Դու դեռ բարկացած ես նրա վրա։ Տիգրանը անկեղծորեն մտածեց. մի փոքր, բայց ես աշխատում եմ ներել, ոչ թե նրա, այլ ձեր համար, որովհետև դուք արժանի եք ունենալ ծնողներ, ովքեր կարող են քաղաքավարի լինել միմյանց հետ։ Արամը գրկեց Տիգրանին. դու աշխարհի լավագույն հայրիկն ես։ Եվ այդ պահին, չնայած ամեն ինչի ինչ տեղի էր ունեցել, Տիգրանը գիտեր, որ ճիշտ ընտրություն էր կատարել։ Անահիտի ստերը բացահայտելը դաժան էր, ամուսնությունը հրապարակայնորեն քանդելը ծայրահեղ էր, բայց դա նաև հանգեցրել էր ճշմարտության, եւ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ, միշտ ավելի լավ էր, քան ստի մեջ ապրելը։ Դեպքից 1 տարի անց Տիգրանն ավելի լավ վիճակում էր։ Նա թերապիա էր անցել դավաճանությունն ու մանիպուլյացիաները հաղթահարելու համար։ Նա Արմենի հետ պաշտոնական խնամակալության պայմանագիր ուներ, եւ զարմանալիորեն նրանք ընկերների էին դարձել։ Երկուսին էլ միավորել էր նույն տղայի հանդեպ սերը։ Նա նույնիսկ սկսեց նորից հանդիպել։ Նա հանդիպեց Մարիամին, Արամի դպրոցում աշխատող ուսուցչուհին։ Նա գիտեր ամբողջ պատմությունը, տեսել էր լուրերը բոլորի պես, բայց քեր դատում։ Մենք բոլորս անցյալ ունենք, ասաց նա։ Կարևորը այն է, թե ովքեր ենք մենք հիմա եւ ինչպես ենք վերաբերվում մարդկանց։ Անահիտը ի վերջո տեղափոխվեց մեկ այլ քաղաք, չկարողանալով հաղթահարել Երևանի հանրային ամոթը։ Նա Արամի հետ հանդիպում էր հերթափոխով շաբաթ-կիրակի օրերին, բայց նրանց հարաբերությունները լարված էին։
Երբ Արամը մեծացավ եւ ավելի հասկացող դարձավ, սկսեց դժվար հարցեր տալ, որոնց Անահիտը չգիտեր ինչպես պատասխանել։ Ինչու ստեցիր հայրիկ Արմենի մասին, մի անգամ հարցրեց նա։ Անահիտը լավ պատասխան չուներ։ Ես վախեցած էի, սա միակ բանն էր, որ նա կարողացավ ասել։ Ես վատ որոշումներ կայացրի, որովհետև վախեցած էի։ Այդ ճակատագրական օրվանից 2 տարի անց Տիգրանը ընտրում էր Արմենի եւ նրանց սուգընկերների հետ։ Մարիավը եւ Ելենան Արմենի ընկերուհին ընկերացել էին։ Արամը շրջում էր մեծահասակների մեջ, ուրախ եւ լավ հարմարված, չնայած անսովոր հանգամանքներին։ Գիտես, ասաց Արմենը Տիգրանին այդ գիշեր, ես երբեք պատշաճ կերպով շնորհակալություն չեմ հայտնել քեզ, որդու դաստիարակության համար, երբ ես չէի կարողանում, որ նրան սիրել ես ինչպես քո սեփականին։ Այս տեսանյութում ես փեսացուն եմ։ Այո, դա դաժան էր։ Այո, կարող էի այլ կերպ վարվել։ Բայց արարողությունից 30 րոպե առաջ ես իմացա, որ իմ ամբողջ կյանքը սուտ է եղել, որ իմ սիրած կինը ինձ համարում էր ֆինանսական մատակարար, այլ ոչ թե զուգընկեր, որ իմ մեծացրած որդին ուներ կենսաբանական հայր, որին դիտավորյալ հեռու էին պահում։ Ես 30 րոպե ունեի որոշելու, ձևացնել թե չգիտեմ եւ ամուսնանամ, թե բացահայտեմ ճշմարտությունը։ Ես ընտրեցի ճշմարտությունը։ Դաժան էր, գուցե, բայց այն ազնիվ էր, եւ ազնվությունը, նույնիսկ դաժան ազնվությունը, ավելի լավ է, քան գեղեցիկ ստի մեջ ապրելը։ Մեկնաբանությունը միլիոնավոր հավանումներ ստացավ, եւ հարյուրավոր մարդիկ կիսվեցին իրենց պատմություններով, դավաճանություններ հայտնաբերելու, դժվար ընտրություններ կատարելու եւ ճշմարտությունը հարմարավետության փոխարեն ընտրելու մասին։ Արամը, որն այժմ 10 տարեկան էր, գիտեր ամբողջ պատմությունը։ Տիգրանն ու Արմենը որոշել էին, որ նա արժանի է իմանալ ճշմարտությունը, երբ բավականաչափ մեծանա հասկանալու համար։ Նա այն ավելի լավ ընկալեց, քան նրանք սպասում էին։ Այսպիսով, տեխնիկապես, ասաց Արամը, երբ նրան պատմեցին ամբողջ պատմությունը, ես ունեմ 2 հայր, ովքեր իսկապես ուզում են ինձ, եւ մայր, որը սիրում է ինձ, բայց կասկածելի որոշումներ է կայացրել, եւ հիմա ես նաեւ ունեմ հանգիստ խորտ մայր եւ փոքր քույր։ Իմ ընտանիքը անկարգ է, բայց այն իմն է։ Ինչպես ես վերաբերվում այս ամենին, մեղմ հարցրեց Մարիամը։ Դե դա նորմալ չէ, բայց նաեւ վատ չէ։ Օրինակ, իմ ընկերներն ունեն հայր եւ մայր։ Ես ունեմ 2 հայր, 2 մայր, եթե հաշվի առնենք Մարիամին, եւ մի քանի տատիկ ու պապիկ բոլոր կողմերից։ Իրականում ես ավելի շատ մարդիկ ունեմ, ովքեր սիրում են ինձ, քան երեխաների մեծ մասը։ Նա ճիշտ էր։ Այս ողբերգությունից, այս դավաճանությունից, այս հանրային ավերածությունից ի հայտ էր եկել անսպասելի մի բան։ Անսովոր, բայց ֆունկցիոնալ ընդլայնված ընտանիք, որը միավորվել էր նույն երեխայի հանդեպ սիրով։ Փեսան արարողությունից 30 րոպե առաջ հայտնաբերել էր, որ երեխան իրենը չէ։ Եվ նա ամեն ինչ ոչնչացրել էր՝ հարսանիքը, պատրանքը, ուշադիր կառուցված սուտը։ Բայց ոչնչացնելով նա նաև ազատագրեց։ Նա ազատագրեց ճշմարտությունը։ Նա ազատագրեց Արմենին որդուն հանդիպելու համար։ Եվ նա ազատագրեց իրեն մանիպուլյացիայի վրա հիմնված կյանքից։ Դաժան էր, անկասկած։ Դաժան էր, անկասկած։ Ճիշտ էր անել դա։ Տարիներ անց Տիգրանը հետ նայելով այդպես էր կարծում։ Որովհետև ճշմարտությունը որքան էլ ցավոտ լինի, միշտ գտնում է իր ի հայտ գալու ճանապարհը։ Միակ հարցն այն է, թե ուզում եք վերահսկել, թե ինչպես է այն ի հայտ գալիս, թե թույլ տալ, որ այն պայթի ավելի վատ պահին։ Տիգրանը որոշեց վերահսկել։ Նա որոշեց ոչնչացնել իր սեփական պայմաններով։ Եվ այդ ոչնչացումից նա վերակառուցեց ավելի ուժեղ, ավելի ազնիվ, ավելի իրական մի բան։ Դա ուրախ հեքիաթային ավարտ չէր։ Դա իրական պատմության բարդ ավարտ էր։ Բայց դա նրանն էր, եւ դա ճշմարիտ էր։ Եվ վերջում դա էր միակ կարևորը։ Ավարտ։ Եթե այս պատմությունը հուզել է ձեր սիրտը, օգնեք ուրիշներին գտնել այն, մեկնաբանություն թողնելով ձեր մտքերը։ Դուք նույնը կանեիք Տիգրանի փոխարեն, կամ կընտրեիք այլ ուղի։ Մենք ուզում ենք լսել ձեր կարծիքը։ Եվ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, անհնարին որոշումների, ցավոտ ճշմարտությունների եւ այն ուժի մասին, որը մենք գտնում ենք ճիշտ բանը անելու համար, նույնիսկ երբ դա ամեն ինչ արժե։